Եկեք այսօր միասին պատրաստենք անչափ համեղ տրայֆլներ, որոնց տեսքը կզարդարի ձեր տոնական սեղանը եւ հաճելիորեն կզարմացնի ձեր հյուրերին իր համեղությամբ։ Քանի որ տրայֆլերն ունեն 3 հիմնական բաղադրիչներ, նախ կպատրաստենք հիմնական բաղադրիչներից մեկը՝ բիսկվիթը։ Տարայի մեջ կոտրում ենք 4 հացու, վրան ավելացնում ենք 60 գրամ շաքարավազը եւ հարիչի օգնությամբ հարում ենք մինչ այն կսպիտակի եւ կփրփրի։ Ապա վրան մաղում ենք 100 գրամ ալյուրը, 1 թեյի գթալ փխրեցուցիչը եւ 1 ճաշի գթալ կակաոն։ Ապա գթալի օգնությամբ խառնում ենք մինչ համասեր զանգված ստանալը։ Վերջում վրան ավելացնում ենք 100 գրամ հալեցված կարագը եւ կրկին խառնում ենք։ Լավ խառնելուց հետո ստացված զանգվածը լցնում ենք ջեռոցի կացայի մեջ եւ տեղափոխում ենք նախապես տաքեցված 180 աստիճան ջեռոցը, թխում ենք 20-ից 25 րոպե։ Իսկ հիմա կպատրաստենք կրեմը։ Տարայի մեջ դնում ենք 200 գրամ սերուցքային պանիրը, վրան ավելացնում ենք 4 ճաշի գթալ շաքարի փոշին, 4 ճաշի գթալ թթվասերը եւ խառնում ենք այնքան, մինչ մեր բաղադրիչները դառնան համասեռ։ Երբ մեր խմորը պատրաստ կլինի, թողնում ենք, որպեսզի այն ամբողջությամբ սառչի եւ վերածում ենք մանր փշրանքների, ձեռքերի կամ ահա այսպիսի սարքի օգնությամբ։ Եվ սկսում ենք հավաքել մեր տրայֆլները։ Հավաքում ենք այն ըստ հերթականության, այնպես ինչպես ցույց եմ տալիս վիդեոհոլովակում։ Վերջին շերտը կարող եք պատրել փշրանքներով, կարող եք թողնել միայն կրեմը վերևի հատվածում, կամ ինչպես ես, կարող եք այն պատել շոկոլադե ջնարակով։ Իսկ երբ մեր դեսերտը պատրաստ կլինի, տեղափոխում ենք այն սառնարանը 2-ից 3 ժամով եւ հետո մատուցում։